Արցախային դատական խորհուրդը, երբ որ իմ լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է կայացրել, իմ կարգապահական այսպես ճակերտներում մեղադրանքի մեջ առնվազն 3 անգամ այս նշանը կիրառել է։ Ու այն պայմաններում, երբ որ այդ մեղադրանքը ներառել է կոնկրետ րոպեներ, այդ րոպեների ընթացքում այդ նշանը 3 տեղ կիրառվել։ Իսկ այդ 3 հատվածում դա այն հատվածներն են, երբ որ իմ խոսքը լրիվ այլ բովանդակություն է ստանում։ Այսինքն զուտ որոշել եմ վերցնել զեղչեն այն խոսքիս այն հատվածները, որը կդժվարացներ իրենց մեկնաբանությունը, իմ խոսքը վերածել, այսինքն հիմնավորված կարգապահական խախտման։ Ուղղակի որոշել եմ, որ պետքա զեղչեն։ Դա ի սկզբանե նախարարության տեխնիկական որևէ աշխատակից կատարել է, դրանից հետո նախարար, փոխնախարար այդ ամեն ինչով հաստատել են, ստորագրել են, ուղարկել են բարձրագույն դատական խորհուրդ, եւ բարձրագույն դատական խորհուրդը 1 չէ, 2 անգամ այդ նույն նշանի կիրառմամբ վերլուծություններ են կատարել առանց այդ նշանների ներքո գտնվող իմ խոսքը բացահայտելու։ Ու այստեղ այս նույն սան նախորդող հատվածում ես պարբերաբար ընդհանրապես էլ ասում եմ, ինձ թվում է թե բարձրագույն դատական խորհրդի անդամները գործի նյութերին ծանոթ չեն։ Այլապես եթե լինեին ծանոթ, եթե գեթ մեկ անգամ այդ հարցազրույցը լսած լինեին, ոչ թե նախարարության սղագրած տարբերակին ծանոթանային, միգուցե այլ գնահատականներ ունենային։ Չնայած ինձ բարձրագույն դատական խորհրդում ես էլ որերորդ անգամ համոզում եմ, որ իրենք ծանոթ են։ Գործի նյութերին էլ հատկապես նաև այդ հարցազրույցին։ Ոստեղ հարց առաջանում, եթե ծանոթ են, բա ինչպես են թույլ տվել այս կենտրոնական նշանի ներքո կամ այս կենտրոնական նշանի օգտագործմամբ զեղչված խոսքս օգտագործել ինձ պատասխանատվության ենթարկելու համար։ Ու այդ են հարցի պատասխանն, որ հաստատի ես միջնորդությամբ ցանկանում եմ ստանալ։ Ու հույսով եմ կստանամ, ու հույսով եմ հերթական անգամ, երբ որ կայացնեն իմ լիազորությունները կրկին դադարեցնելու մասին որոշում, այս ոչ թե կենտրոնական նշանը կբացեն, կհանեն, կհեռացնեն ու իմ ամբողջ խոսքը կփորձեն վերլուծել։